Ադրբեջանցիները հայտնվեցին Սյունիքի Սև լճի մոտ ու նույն օրը Սիսյանից ահազանգ եկավ, 370 մարդ է թունավորվել։ Զուգադիպություն է, թե կատարվեց այն, ինչի մասին շատերն էին դեռ ամիսներ առաջ ասում, Ադրբեջանին ոչինչ չի խանգարի, որ Հայաստանի դեմ հիդրոտերոր սկսի։ Հիմա նրանք ստանում են սարսափելի մեծ լծակ, զենք, դա ոչ սմերջ է, ոչ դա ատոմային ռումբի պես բան է։ Բայց չէ որ կարելի է այդ ամենը քննարկել, սա մեր կենսական նշանակություն ունի մեզ համար, մեզանից մեր ապագայի հետ է կախված։ Որ ատոմային ռումբ է կախված գլխներից, վտանգված են մեր ջրային ռեսուրսները, Արցախի արտաքին գործերի նախարարը դեռ դեկտեմբերին էր մեզ հետ զրույցում ասել։ Այդ ժամանակ ադրբեջանցիները Քաշաթաղի Ալ-լճի մոտ էին հասել ու Նոլդու Փաշինյան երգի տակ շուրջ պար բռնել։ Մերոնք բավարարվում էին հանգստացնելով, թուրքերը սևանում չեն։ Չի սևան, չի հանգստացել, իսկ սա ոչ այլ չէ, քան պատգամ է։ Իհարկե սևանը չի, շատ ավելի կարևոր բաների մասին էին իրենք ուզում ասեին այդտեղ։ Բայց քանի որ մենք ինքներս մեզ հանգստացնում ենք, փորձում ենք տեղեկատվական դաշտում մեկը մյուսի դեմ ինչ-որ բան ասել, կարևորագույն հարցերը բաց թողնողի վիճակում, ով ունի իրավունք մեր սերունդների ապագան այսպես վտանգի ենթարկել։ Իսկ կարևորագույն մեսիջը մեկն է, Ադրբեջանը հետևողականորեն տիրանում է մեր ջրային ակունքներին։